Բարի լույս, բարի առավոտ, սիրելի իմ բաժանորդներ ջան, վայելենք մի գավաթ սուրճը և միմյանց հաճելի խաղաղ օր մաղթենք, շնորհավոր բոլորիս մայիսի 9 հաղթանակի տոնը, թող ամբողջ աշխարհում միայն հաղթանակներ լինեն և խաղաղությունը տիրի, իսկ ձեզ ցանկանում եմ առողջություն, երկար տարիների կյանք, այս գեղեցիկ տեսարանով էլ սկսում եմ նոր հոլովակը և մաղթում ձեզ ամենալավն ու բարին, սիրելիներս, տեսնում եք ինչ լավ, մաքրած, կոկիկ գեղեցիկ է դարձել ծառերը և ծառերի շուրջ բոլորը, սիրելիներս, այսօր էլ աջ կողմը կմաքրեն, ես դարձյալ Մարինկայիս կասեմ կնկարի, կտեղադրեմ էջումս և ձեզ ցույց կտամ, սիրելիներս, այս գեղեցիկ անուշահոտ յասամանի ծաղկեփունջը, որը զարդարում է մեր սեղանը, այսօր Մարինես է բերել և ի սրտե նվիրում է բոլորիդ ձեր բարի խոսքերի, մաղթանքների համար, տեսնում եք ինչքան սիրուն գույն ունի, իսկական սիրենվի գույն, որը սազում է յասամանին, յասամանի ծառի տակ եկ նստենք սիրով, քնքուշ երգեր երգիր ինձ քաղցր խոսքերով, այս էլ ձեզ համար կատարեցի, սիրելիներս, վայելեք ծաղկելիներս, այսօր հարցս որոշել է մեզ համար և երեխաների համար պատրաստել հասարակ ռուլետ ջեմով, ռուլետի բաղադրիչներն են կարագը հալած դարձրած յուղ, շաքարավազ, ձու, իրեն մոտ մեղրե, վանիլին և ջեմ, մի պտղունց էլ աղ, հիմա 5 հատ ձուն, տնական ձու է, տեսեք ինչ կարմիր դեղին ձու է, համեղ, շատ համեղ է մեր հավի ձվերը տնական, մի պտղունց էլ աղ է լցնում և միացնելու է հիմա հարիճը, ձեռքերը սրբի, սկզբից մի քիչ դանդաղ է միացնում միքսերը էլեկտրական, հետո նոր երևի կավելացնի արագությունը, լավ հարում է ձուն և աղը, տեսեք արագությունը ավելացրեց, ասեմ, որ այս բիսկվիթը թխում է, որպեսզի հիմա գնալու են հողամաստ որդուս հետ գործ անեն, սուրճի համար պատրաստ լինի, տնական համեղ ռուլետ, Մարինկա սուրճը կդնի և ռուլետով կհյուրասիրի աշխատավորներին, խնդրեմ լավ կհարի, հիմա տեսնենք ինչ է ավելացնում, ավելացնում եմ 1 բաժակ շաքարավազ, 200 գրամ է, բավական է, որտև մեղր էլ պետք է լցնի, արդեն շատ քաղցր կլինի, եթե ավել լցնի, ընդհանրապես 6 ձվին 1 բաժակ շաքարավազ է, իսկ այստեղ 5 ձու է անգամ, շատ է քիչ չէ, լավ կհարի, դեղնությունը նայեք ձվի, սիրելիներս, մեզ մոտ ուրեմն խնձորը մուրաբա է, իմ պատրաստած մուրաբան է, լցրել է բլենդերը, լավ հարել է, դարձրել է ջեմ, ստացվել է շատ համեղ, անուշ, կոկիկ ջեմ, այս տարի խնձորի ջեմ չեմ արել, վարենի եմ արել տեսականի խնձորներով, միայն ելակի ջեմ ու կոնֆիտյուր եմ արել, վերջացել է, ստացվեց շատ լավ, դուք էլ փորձեք, վարենին լցրեք, ծփեք, տեսեք հարիճով, ինչ լավ է ստացվում, ուժեղացնում է արագությունը, ինչ կար սառնարանում նրանով է պատրաստում, բայց որ ճիշտն ասենք, առաջի անգամ եմ ես մեղրով բիսկվիթ տեսնում, իրոք անկեղծ եմ ասում, փորձում է հարսել առաջի անգամ, տեսնենք, ճիշտ է ես չեմ ուտի շատ քաղցրեք, ուտեն և փոխանցեն ինձ, ես էլ ձեզ, հարգելի, ինձ թվում է պետք է որ համեղ լինի, հիմա կավելացնի, ահա մեղր է ավելացնում, 2 լավ ճաշի գթալիքը մեղր է,
Ահա։ Ես բաղադրիչները կգրեմ չափաբաժինները բաղադրիչների։ Սա էլ մաքրում է, ասեմ, որ շատ համեղ ձեռք ունի հարսս, լավ պատրաստում է, թխում է, ամեն ինչ էլ շնորհքով կատարում է։ Եվ սիրում է, գիտեք, եփել, թափել, թխել սիրում է, ամեն ինչ է սիրում է, հողամասի գործել է շատ սիրում, շատ, լավ հարում է, այնքան որ խմորեղեն չկար, ասես մամա սարքեմ, ինձ համար ինչ, թող սարքի, ես ավելի ուրախ եմ, տունը կլինի, գալիս են, գնում են, տեսակցություն, համ էլ երեխաները ուտում են, իրենք էլ սուրճի հետ կվայել են, ինչու չէ որ այլուրը կար, մեզ մոտ, հարսիս մոտ կարակն է հալել, դարձրել է յուղ, դուք կարակ մարգարինը հալեք յուղ դարձնեք, կարող եք բուսայուղ լցնել, կարող եք անգամ չհալել, փափուկ վիճակում լցնել կարակն ու մարգարինը։ Հիմա կավելացնի արդեն հալած յուղը, ես այս չափաբաժինները կգրեմ, ասեցի, 100-ից 120 գրամ է, բավական է։ Նորից հարում է։ Այսօր էլ հողամասում գործեր ունեն կատարելու, ծառերի տակերը, որ մաքրել են, վերև մասը, կողքերը արդեն պետք է սմորոդինաները, մալինաների տակերով մաքրելով գան դրա համար։ Սես թխեմ համել սուրճի հետ պատրաստ կլինի, ընդմիջան ժամանակ, որ նստեն հանգստանալու կսրճեն։ Շնորհակալություն ձեր բարի, լավ գրառումների համար, ձեր օրհնանքների համար, որդուս եւ հարսիս։ Աստված ձեզ շատ օրհնի, սիրելիներս, դուք էլ եղեք առողջ եւ ուրախ։ Հիմա ավելացնում է ալյուր, ալյուրը երևի հարցրել եմ, ասես մամա, այնքան որ ստացվի փափուկ, դե արդեն բոլորս է գիտենք, թե բիսկվիթ խմորը, ռուլետի խմորը ինչպես է լինում։ Հիմա կհաշվենք, ասենք։ Ահա, 8 գթալ լավ ճաշի, սկզբից լցնում է 8 ճաշի գթալ, միացնում է միքսերը հարելու։ Ընթացքում այնքան կլցնի, որ ոչ շատ պինդ լինի, ոչ թույլ լինի։ Նորից ուժեղացրեց։ Չնայած նասատկա ունենք խմորի համար, դե չի փոխում, ասում է շատ պինդ խմոր չի ստացվելու, դրա համար չի փոխում, երկաթինը դնի։ Ալյուրը քիչ է, շատ պինդ չի լինում խմորը։ Հիմա երևի նորից է ավելացնում։ 1 2 3 Սա էլ 4, սիրելիներս, խմորը պատրաստվեց, դրեց ջեռոցը եփելու։ Արդեն խմորն էլ է եփել, խնդրեմ, շատ արագ պատրաստվեց, որտև ջեռոցը, ընտիր ջեռոց է։ Շատ լավ, կարմիր, եփած դուրս բերեց։ Շատ լավ ստացվեց։ Արդեն սառել է մեր ռուլետի խմորը, թուղթը հարթեցնում է, որ երևի հանի վրայից։ Ասեմ, որ շատ լավ 5 ձվով ստացվել է, տեսքը շատ գեղեցիկ է, համն էլ դե կուտեն, կասեն, ես էլ ձեզ կասեմ, չեմ կարող համը փոխանցել, բայց կասեմ ինչպես ստացվեց համը։ Կողքերը կտրում հավասարացնում է, բարակ շերտով հանում է, չնայած հավասար է, ուղղակի երևի փաթաթելու ժամանակ շատ ճաքի, լավ էլ խմոր է ստացվել։ Արագ և որակով, շատ արագ պատրաստվող խմոր է։
Ինչ է լավ։ Հավասար կտրեց։ Հիմա, ուզում է մեջտեղից է կտրի բարականի։ Ահա, տես առաջ անգամ։ Երբևիցե չեմ արել այդպիսին։ Մեջտեղից որ կտրեմ, երբևիցե։ Հենց տակ-տակ հանել եմ և փաթաթել եմ, բայց հարսիկը թողեց սառեց, նոր կտրում է և մեջտեղից և կողքերը։ Սա ինձ համար նորություն է, անկեղծորեն եմ ասում, երբևիցե չեմ արել այդպիսին բան, որ կտրեմ խմորը, կիսեմ, երկու կես անեմ։ Հա, էլի կիսում է։ Շատ լավ գազ է, հարգելիներս, ջեռոցը լավ, ջեռոցը շատ լավ պատրաստում է, վերև, ներքև, շատ լավ է։ Եվ հովացուցիչ ունի, վենտիլատոր, ընտիր է։ Ամեն ինչի համար շնորհակալ եմ, ձեր լավ գրառումների, բարի օրհնանքների համար կրկին անգամ, իմ լավ հարազատ ընկերներ ջան, բարեկամներս, շատ անչափ շնորհակալ եմ, այո, իմ հարսը շատ աշխատասեր, գործունյա, որդիս էլ շատ, երկուսն էլ հողագործություն սիրում են, ամեն գործ էլ սիրում են, ահա, կիսեց հարսս, երկու մասի բաժանեց, ճիշտ է, մի քիչ ցույց է տալիս, ոչինչ, մեզ համար է, ջեմը կկսի, շատ լավ է կլինի, հիմա փաթաթում է, ահա, շատ լավ, ռուլետի նման փաթաթվեց, թող մի քիչ էլ ծակ լինի, ոչինչ, մեր գյուղական լեզվով ասած, մի րոպեում երեխաները կուտեն, սիրում են մածունով և կեֆիրով, ահա, սա էլ էսպես, հիմա բացում է, որ երևի արդեն ջեմն է ուզում կսել, նորից է փաթաթում, թղթից է հանում, սիրելիներս, հարսս շատ լավ, ահա, խնդրեմ, պատրաստում է, թուղթը հանեց, արդեն դե թուղթը պետք էլ չի, յուղաթուղթը, մի քիչ ճաքեց, ոչինչ, ջեմը կսի, հիմա բերում, տեսեք ինչքան փափուկ խմոր է, որ արդեն ծածկվեց և չի երևում, ոչինչ, մի նեղսրտում է, բայց ոչինչ, ինչ ես նեղսրտվում, այ սիրունիկ աղջնակ, մի նեղսրտվի, հեսա կկտրես, սուրճով կվայելեք, տեսեք ինչ կոկիկ ջեմ է ստացվել, խնձորի մուրաբայով, երեխաները տանը չէին, դուրս էին եկել, գնացել էին հավաբում, որ գնային ջեմ առնեին, խնդրեմ, միտքը հարսինս է, որ Վարենին լցնի և ասեց, ոյ մամա սպասի, խնդրեմ, լավ միտք, ստացվեց ավելի համեղ, գույնը պարզ, գեղեցիկ, առնում ես մեկ-մեկ ջեմերը, համ կիսելի նման, սենց դոնդողի նման են, լարդ, իսկ սա, որ ծփում ես, տես հավասար, կոկիկ, ընտիր ստացվեց, ընտիր է կսում է, ոչ էլ են ծակը երևաց անցքը, խնդրեմ, այս մի շերտը պատրաստ է, փաթաթում է, ինձ թվում է, ինչ է կարծում, երկու հատ է անելու, սիրելիներս, ինձ թվում է ոչ, մեկ հատ դնելու է, սա էլ է կսում, իրար մեջ է դնելու, այո, հարցրեցի ասեց, խնդրեմ, սա էլ կկսի, կդնի մեջը, արդեն ռուլետը պատրաստ է,
Եթե ցանկություն կա, ամեն ինչ էլ կարող ենք պատրաստել, հարգելիներս։ Գիտես ինչ, ջահելներ կան, որ ընդհանրապես չեն սիրում պատրաստել, մանավանդ Հայաստանում, որ վաճառում են շատ համեղ, գնում են, ասում են ձեռ չի տալի, որ պատրաստենք, բայց քո ձեռքի պատրաստածին ոչինչ չի հասնի։ Գիտես ինչ ես պատրաստում, համեղ, անուշ։ Իսկ իմ հարցը չէ, գերադասում է, պատրաստել չեմ գնել։ Հակառակ դեպքում մենք էլ ենք մեկ-մեկ, հազարից մեկ, որ գնում են պեչենիներ, այսպես թխվածքներ, բուլկիներ, հազարից մեկ։ Միշտ էլ ինքն է պատրաստում, սիրով և համեղ է պատրաստում։ Դնի, են էլ կբերի այս փաթաթածը, կդնի սրա մեջ, արդեն պատրաստ է մեր ռուլետը։ Պատրաստի վիճակում տեսեք, ինչ տեսք ունի ռուլետը, վրան էլ շաքարի փոշի է ցանել, հիմա կտրում է և դնում մատուցվող ափսեի մեջ, տեսեք ինչքան գեղեցիկ է, գույնը մուգ է, դա էլ մեղրից է, հիմա կփորձեն և կասեն, թե ինչ համ ունի, շատ լավ ստացվեց, անտեղ արդեն ասում են, որ շատ համեղ է, փափուկ է և համեղ, անուշ համու հոտ ունի, փորձեք այս բաղադրատոմսով մեղրը ավելացրեք, դուք էլ կհամոզվեք, հիմա դասավորում եմ մատուցվող ափսեն, որ մարինեից հեշտ լինի, սուրճը դնի և մատուցի, խնդրեմ, գեղեցիկ դիզայն տվեց, գեղեցկացրեց ափսեն, սիրելիներս, դե մեզ բարի ախորժակ, ձեզ էլ բարի, սիրելիներս այս քաղցր համեղ ափսով էլ ուզում եմ ավարտել այս հոլովակը, եղեք բարի, բարին կամեցեք, որ Աստծո օրհնությանը արժանանաք, իմ հարազատ դարձած բարեկամներ, այսքանով ավարտում եմ հոլովակը, մինչ նոր հոլովակ։